Գրաֆիկը հայտնվել նմանականности և հարցերի պատասխանի։ Եվ երրորդը արդյոք եկեղեցու ներսում քննարկումը շտապեցությունը անելու այդ կազմանելու հետ կապված Պարակտումի հետ կապված։ Ուրեմն գիտեք ինչ, բառերի մեջ ընտրություններ կարելի անել, ճգնաժամ, պարակտում, տարբեր բառեր կարելի է օգտագործել, բայց իմ ընկալումով պարզապես ջրերն են պարզվում։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ յուրաքանչյուր անձ այլևս հարկադրված է հանդես գալ այնպիսի դեմքով, ինչպիսին ինքը նախընտրում է, որը ինքը նախընտրել է։ Հիմա այդպես կարծում եմ շատ ավելի ազնիվ է։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինքը ում հետ գործ ունի, յուրաքանչյուրը պետք է հայտարարի, թե ինքը ինչ պատկանելություն ունի, ինչ կեցվածք ունի։ Եվ ես այդ առումով շատ դրական եմ գնահատում։ Ինչ վերաբերում է գործընթացին, արդյոք մենք ինչ-որ քայլեր պետք է անենք կամ պետք չանենք։ Իհարկե պետք է անենք, բայց ես կարծում եմ մեզանից ոչ ոք էլ այդչափ միամիտ չի, չէ՞, որ մտածի, որ մենք հանրայնորեն պետք է մեր քայլերի վերաբերյալ այսպես սիրազեկենք։ Արդեն այդ քայլերը իրենց իմաստը կկորցնեն։ Ամբողջ հարգանքովս ձեր հանդեպ, ամբողջ հարգանքովս հանրության հանդեպ, բայց իհարկե կան քայլեր, մտորումներ, մտածումներ եւ համարժեք քայլերը պետք է իրականացվեն։ Հակականոնական գործողությունները պետք է ստանան իրենց գնահատականները եւ համարժեք պատասխանները։ Չի կարող որևէ գործողություն, որևէ հերձված, դավաճանական որևէ քայլ անարձագանք մնալ։ Սա ես շատ հստակ, շատ որոշակի ասում եմ, համոզված եմ։ Իսկ ինչպիսին կլինեն այդ հարցերը, դա արդեն իմ կոմպետենցիայից վեր են։ Եվ դա ամենայն Հայոց կաթողիկոսի կոմպետենցիային վերաբերող հարցեր են։ Ես ինձնից հասանելի բոլոր քայլերը, բոլոր ջանքերը գործադրելու եմ, որ այդ ամենը լինի մեր եկեղեցու կանոնների հետ ներդաշնակ եւ համարժեք։ Երրորդ հարցը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսելու հետ կապված։ Ես կարծում եմ այդ հարցիատերը ամենայն Հայոց կաթողիկոսն է եւ ինքը պետք է որոշի, երբ խոսի, ինչպես խոսի եւ ինչ ասի։ Ես չեմ կարծում, որ այստեղ ես ասելիք ունեմ։ Կուսակրոնության հետ կապված թեման ես ձեզ ասեմ, ինքը բավական երկար ժամանակ քննարկման առարկա է եղել, բայց այս օրերին այդ հարցի քննարկումը ես շատ արհեստական եմ համարում, որովհետև այս հարցը արհեստականորեն է բերվել հանրային դաշտ։ Մեր երկրի խնդիրները բացարձակապես կապ չունեն կուսակրոնության հետ կապված ես ունեմ իմ դիրքորոշումները, մեր եկեղեցականների չափերում ունեն իրենց դիրքորոշումները, իհարկե եկեղեցին կարիք ունի բարեփոխումների, խորը բարեփոխումների, հարմարեցումների, արդյունավետ իրականացման համար իր առաքելությունը, բայց այդ բարեփոխումները բացարձակապես կապ չունեն այն իրական խնդիրների մարտահրավերների հետ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև։ Կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելը չէ, որ Հայաստանը որպես գործոն այսօր պարզապես դուրս է մղվել, իսկ որ աշխարհաքաղաքական խաղատախտակից նվազեցվել է Հայաստանի որպես պետություն դերակատարությունը։ Կուսակրոնությունը չէ խնդիր, որ Ալիևի պահանջները օրեցօր սաստկանում են։ Ես երբեք չեմ լսել, որ Էրդողանը կամ Ալիևը կամ բոլոր աշխարհաքաղաքական խաղացողները, որոնք որ Հայաստանի համար ճակատագրական հարցերում կարող են դեր ունենալ, Հայաստանի նկատմամբ իրենց օրակարգերը ձևավորել, պայմանավորելով կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելու հետ։ Սա ուղղակի զավեշտ է, չէ, ծիծաղելի։ Հիմա մենք դրել ենք կուսակրոնության հարցին քննարկում այն համատեքստում, երբ երկրի առջև ստեղծված իրավիճակները բացարձակապես դրա հետ կապ չունեն։ Ես իմ դիրքորոշումները հենց որ սկսեմ ասել, ես տուր կտամ այդ օրակարգին։